Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Արտակարգ դեպքերի պակաս վերջերս կարծես չենք ունենում։ Այս անգամ Երևանում 2 տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ հասակակցի։ Առավոտյան ժամը 10:30-ին մոտ ոստիկանները ծառայություն իրականացնելիս են նկատել միջադեպը ազգային գրադարանի հարակից հատվածում։ Նրանք միջամտել են նույնիսկ նախազգուշական կրակոցներ արձակելով։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի, ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից խոսել է Բաքվում մինչև օրս պահվող 19 հայ գերիների մասին։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հանձնառությանը։ Միրզոյանի խոսքով կառավարությունների միջև ստորագրված և նախապատրաստվող համաձայնագրերից բացի նաև սերմեր են ցանվում երկու հասարակությունների միջև անկեղծ երկխոսության և վստահության հաստատման համար։ Սա իհարկե դժվար ջանք է, երբ 19 հայ ձերբակալվածներ դեռ պահվում են Բաքվում և երբ դեռ կարիք կա լույս սփռելու անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի վրա, ինչպես նաև աղավաղված պատմական հռետորաբանության տարածման պայմաններում, նշել է արտաքին գերատեսչության ղեկավարը։ Մի խումբ բուժաշխատողներ այսօր բողոքի ակցիա են նախաձեռնել ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո վերանայել բուժաշխատողների աշխատանքային պայմանները։ Պնդում են բուժծառայությունների սակագները նվազում են, բացասաբար ազդելով իրենց աշխատավարձի վրա։ Միաժամանակ աճում է ծանրաբեռնվածությունը։ Անդրադառնալով բողոքի ալիքին, թե ստացված ապահովագրական փոխհատուցման չափը շատ ցածր է եղել, առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ պետք է հստակեցվի կոնկրետ որ բուժկենտրոնների մասին է խոսքը, քանի որ ընդհանուր առմամբ իրենք դժգոհություններ չեն ստացել։ Բուժաշխատողները նամակներ են փոխանցել ազգային ժողովի նախագահին ու խմբակցություններին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հորդորով։ Այն հիմա շատ կարևոր փուլ է եւ դրա համար ենք մենք այսօր այստեղ խնդրում, որպեսզի լսեն մասնագիտական հանրույթին, նստեն մեկ սեղանի շուրջը, ճիշտ հաշվարկներ կատարվի, ճիշտ գնագոյացման հաշվարկներ կատարի, որպեսզի եւ հիվանդանոցները պարտավորված եւ շահագրգռված լինեն ապահովագրության շրջանակներում հիվանդներին բարձր որակով սպասարկմանը եւ նաեւ բուժաշխատողները դրանից ստանան նորմալ արժանապատիվ աշխատավարձ։ Կյանքի 102-րդ տարում մահացել է հայրենական մեծ պատերազմի վետերան, 4 մայրցամաքների հետախույզ, Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ գնդապետ Պետրոս Պետրոսյանը։ Նա դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Մարտերում Պետրոսյանը 3 անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին։ 2014-ին լույս է տեսել Պետրոսյանի «Էջեր» հետախույզի կյանքից գիրքը, որտեղ նա պատմել է իր հետպատերազմյան հետախուզական, դիվանագիտական, հասարակական գործունեության մասին։ Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի շքանշանների ու պարգևների։ Վերջում եղանակի մասին, առաջիկա օրերին մի փոքր կցրտի, օդերևութաբանների կանխատեսումներով հանրապետության տարածքում փետրվարի 24-ից 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ից 28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Մայրաքաղաք Երևանում փետրվարի 25-ի ցերեկը 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Այսքանը կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին, բաց չթողնեք։